Այսօր ապրիլի 14-ն է, ես Գագիկ Ալավերժանն եմ, ես գլոբալ տաքացված մասնագետ եմ, մասնագիտությանպես խոսք օրինակ 2010 թվականից ուսումնասիրում եմ երկրագնդի միայն ավերիչ երևույթները եւ ես կանխատեսումներ եմ անում, որոնք չեն լինում 99%-ով, լինում են միայն 100%-ով։ Այժմ մարդկանց հորդորում են տնից դուրս չգալ։ Ադրբեջանը ջրի մեջ է։ Բաքուն եւ Աբշերոնյան թերակղզին հայտնվել են ջրհեղեղի տիրույթում։ Առատ տեղումներ ուղեկցում են ուժգին քամիներով, առաջացնելով համատարած հեղեղումներ։ Ծովի ալիքները կանգնած է մետեորոլոգիական արտակարգ իրավիճակի առաջ։ Երկիրը հայտնվել է անսովոր ցուրտ եղանակի ճիրաններում, ինչը դարձել է վերջին 10 տարիների ընթացքում ամենաուժեղ սառնամանիքների պատճառը։ Իսկ ըստ որոշ աղբյուրների, անգամ վերջին 30 տարիների ամենացուրտ օրերն են հիմա ապրում մեր արևմտյան Տայվանի ուժերը երեկվանից սկսել են շարժվել ամբողջ ուրեմն Ռուսաստանից, որտեղ նրանք մեծ ավիրացություններ են անում, դեպի նրանք Թուրքիայից, Միջերկրական ծովից եւ Սև ծովից շարժվում են դեպի Կասպից ծով։ Ուրեմն իմացեք ինչ է դրանց շարժման ժամանակ տեղի են ունենալու շատ Спасибо за активность и поддержку. Ну а мы начинаем. Обзор событий за 16 апреля. В деревне Чепелево, расположенной в Чеховском округе Московской области, произошло наводнение. Уровень воды поднялся до 80 сантиметров, что привело к подтоплению приусадебных участков. Дожди, начавшиеся накануне, вызвали масштабные подтопления в ряде районов Азербайджана. Неблагоприятные погодные условия затронули практически всю территорию страны. Среди наиболее пострадавших регионов Баку, Генджа и город Хардалан в Абшеронском районе.